Բարև բոլորին, Antifake-ի եթերում իմ նեմնիմի Answers-ն է։ Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը փաստաբանների միջոցով ստացել է իրեն ուղղված ձեր հարցերը, գրավոր պատասխանել դրանց, ինչն էլ կընթերցեմ ես այս թողարկման ընթացքում։ Հիմա ընթերցում եմ ձեզ ուղղված Նարեկի խոսքը։ Բարի երեկո մեզ շատ սիրող մարդիկ։ Այսօր ես ստիպված եմ պատասխանել ձեր հարցերին ապօրինի կալանքի պայմաններում, բայց ինչպես ազատության մեջ, այնպես էլ այստեղ այս գործն անում եմ սիրով ու մեծ պատասխանատվությամբ, իհարկե ֆիզիկական սահմանափակումներով։ Սկսեմ արդեն ավանդույթ դարձած առաջին հարցից, որն իհարկե պատկանում է մեր լավ ընկեր Ալեքս Պուշկոյին Կիևից։ Ընթերցում եմ Ալեքսի հարցը։ Նարեկ ջան, ողջույններս, եղբայր ջան, ինչպես միշտ Կիևից։ Նարեկ ջան, մատներիդ ուժ, մտքիդ անսահման պայծառություն, եղբայրս։ Նարեկ ջան, մի հատ շատ կարճ հարց եմ ուզում տամ քեզ, բայց վստահ եմ դու շատ լավ կձևակերպես խորիմաստ պատասխան։ Նարեկ ջան, կա սենց մի ասացվածք, ուժեղ մարդն է կարում ներել։ Ախպեր ջան, սենց որ նայում ես չորս կողմդ քաղաքական դաշտում ու ոչ միայն։ Այդքան ուժ ոնց ես գտնելու։ Ընթերցում եմ Նարեկի պատասխանը։ Ալեքս ջան, հուսով եմ լավ ու անվտանգ ես, շնորհակալ եմ հարցիդ համար, որովհետև հերթական կարևոր թեմային ես անդրադառնում, որտեղ ես ոչ ստանդարտ մոտեցում ունեմ։ Նախ սկսեմ նրանից, որ բնավ համաձայն չեմ, թե ուժեղ մարդն է կարում ներել։ Նմանատիպ կարգախոսի վերածված եւ իմաստության ակունքից բխող մոտեցումներն ավելի հաճախ թույլերի համար պատրվակ են իրենց անվճռականությունը թաքցնելու համար։ Ինձ համար նմանատիպ մոտեցումը նույնն է, որ քննիչը դեմքիս նայելով մի անգամ ասաց. Գիտեմ, որ սխալ եմ անում, բայց ես չանեմ, ինձ կհանեն, ուրիշը կանի։ Այսինքն մարդը բացահայտ հանցանք է գործում ու իր հանցանքը գործելու պատասխանատվությունը քողարկում է նմանատիպ էժանագին պատրվարկի միջոցով։ Ինձ համար այդ քննիչը, այդպիսի դատախազը, դատավորը, ոստիկանը ու նրանց ներող ճակերտավոր ուժեղ մարդիկ նույն գծի մեջ են։ Ես, Ալեքս ջան, ոչ մեկի չեմ ներելու, դա բացառված է, ավելին ասեմ, իրանք էլ լավ գիտեն, որ չեմ ներելու, բայց ես ոչ թե դրանց չեմ ներելու ինձ այդքան վնաս տալու համար, այլ նրա համար, որ ապագայում մյուսների հանդեպ էլ չանենեն ինչ արել են իմ ու իմ ընկերների հանդեպ։ Վատարարքը պետք է պատժվի, դրա համար է ստեղծված ժամանակակից արդարադատության համակարգը աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իսկ երբ այդ արդարադատությունը չի գործում են այլ կանոններ, որոնք շատ ավելի վատ հետևանքներ են թողնում, քան արդարադատությամբ կարող էր։ Հենց այդ պատճառով եմ ես արդարադատության գործելու համոզված հետևորդ։ Այդ պատճառով չեմ կարող ներել նրանց, ովքեր մեղանչել են արդարադատության կամ մարդկային տարրական բարոյականության առաջ։ Ճակերտավոր ուժեղ մարդկանց ներելու պատճառով է, որ այսօր այս օրին ենք հասել։ Ես տենց ճակերտավոր ուժեղ մարդ չեմ եւ երբ օրը գա դրա մասին կիմանան բոլորը, ովքեր իրենց թույլ են տվել թե քաղաքական, թե իրավական դաշտում այլանդակություններ, բոլորը կանչվելու են պատասխանատվության անուն առ անուն։ Նենց որ Ալեքս ջան, կարծում եմ, որ այս պարագայում ուժը հարկավոր է ոչ թե ներելու, այլ չներելու համար եւ թող Աստված մեզ չներողներիս համապատասխան ուժ տա։ Հաջորդը Նարեկն ընտրել է Անդո օգտատիրոջ հարցը։ Ողջույն եղբայր ջան, հարցս հետևյալն է։ Նարեկ ջան, ենթադրենք հասարակ քաղաքացի ես, ոչ քաղաքականացված եւ վաղը ընտրություններ են։ Ում ձայն կտաս եւ ինչու։ Մեկ էլ եղբայր, եթե գիրք ես կարդում, որը որ վստահ եմ, որ կարդում ես, ինչ գիրք ես կարդում։ Շնորհակալություն եւ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ընթերցում եմ Նարեկի պատասխանը։ Եթե վաղը լինեն ընտրություններ, ես վստահաբար մինչ այս պահը հայտ ներկայացրած որևէ ուժի չեմ քվեարկի։ Շատ կարճ եմ պատասխանում, որ չխորանամ, թե ինչու չեմ քվեարկի, քանի որ դրա մասին մանրամասն պատրաստվում եմ խոսել բանտից դուրս գալուց հետո։ Չեմ ուզում ոմանց համար խիստ տհաճ անակնկալը ժամանակից շուտ փչացնել։ Խոստանում եմ դուրս գալուց հետո անուն անդրադառնալ նիկոլական ռեժիմի ստվերային հիմնասյուներ հանդիսացող ընդդիմադիրներին եւ բոլորի համար շատ հասկանալի լեզվով հիմնավորել, թե ինչու եւ հատկապես ինչպես ստացվեց, որ 2021 թվականից սկսեց հայկական քաղաքական դաշտի փոխակերպումը քաղաքական արոտավայրի։ Գրքերի մասով այս անգամ բավականին արդյունավետ է եղել ընթերցանության համար։ Շուրջ 7 գիրք եմ ընթերցել, որոնցից ամենակարևորն ու տպավորիչները կասեմ։
Սրջա Պոպովիչի Blueprint for Revolution գիրքը, որտեղ իմ տիրապետած տեխնոլոգիաների միասնական ներկայացումներ սերբ հեղափոխական Սերջայի կողմից եւ որը կարդալուց հետո հերթական անգամ համոզվեցի մեր վերջին 5 տարիների արհավիրքների պատճառների հասցեատերերի հարցում, ինչով անպայման կիսվելու եմ հրապարակային։ Մյուս գիրքը Նյուրնբերգյան դատավարության մասին էր, որտեղ հոգեբանների կողմից մանրամասն վերլուծության էր ենթարկվում նացիստական հանցագործներից յուրաքանչյուրի հոգեվիճակն ու ապրումները ողջ դատավարության ընթացքում։ Վերընթերցել եմ նաև Դարոն Աճեմօղլուի եւ Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» աշխատությունը, երկու ոչ մեծ գիրք իմ սիրելի Հենրի Քիսինջերից եւ այժմ սկսել եմ ընթերցել Ջորջ Ռիչելսոնի 20-րդ դարի լրտեսության պատմությունը գիրքը, որը պատմում է աշխարհի բոլոր հզոր հատուկ ծառայությունների ստեղծման, դրանց գործիքակազմերի, գործակալական ցանցերի, հավաքագրման տեխնիկաների եւ այդ համակարգերի պատվի մասին։ Իդեպ այդ գրքից անպայման երկրորդ օրինակն եմ պահելու մոտս, որ հաջորդ անգամ ԱԱՑ-ի հատուկ ջոկատայինները գան, իրենց միջոցով փոխանցեմ իրենց նմանատիպ հրահանգ տվողներին, հաստատ լիքը նոր բաներ կգտնեն այդ գրքում։ Հաջորդ հարց Նարեկն ընտրել է Արաք Սարգսյանի հարցը, որն ընթերցում եմ։ Նարեկին հարց. որ պարագայում է հնարավոր ընդդիմության առավել մեծ ուժերի միավորում։ Ընթերցեմ Նարեկի պատասխանը։ Քանի որ մի քանի հարց կա կապված մեր ընդդիմության հետ, փորձեմ կարճ պատասխանել, խոստանալով դուրս գալուց հետո կետ առ կետ, անուն առ անուն անդրադառնալ բոլոր խնդիրներին եւ դրանք հարուցող անձանց առանց իմ ու քո անելու։ Արաքսը հարցնում է, որ դեպքում է հնարավոր ընդդիմության առավել մեծ ուժերի միավորում։ Արաքս ջան, դա հնարավոր է այն դեպքում, երբ այդ ուժերն իրականում ցանկանան իշխանափոխություն։ Հնարավոր է այն դեպքում, երբ այդ ուժերի 80%-ի համար ռեժիմի կողմից հետապնդվող քաղբանտարկյալները ընդամենը վիճակագրություն չլինեն այդ ընդդիմադիրների համար։ Ճիշտ այնպես, ինչպես Նիկոլների համար են 44-օրյա պատերազմի զոհերը վիճակագրություն։ Այդ ժամանակ դա հնարավոր կլինի, իսկ այս պահին դա անհնար է հենց վերոգրյալի առկայության պատճառով։ Հաջորդը Նարեկն ընտրել է Աննայի հարցը։ Ընթերցում եմ Աննայի հարցը։ Բարևներս մեր սիրելի թիմ։ Հարց մեր Նարեկին, ո՞նց կգնահատես մեր այսօրվա ընդդիմության գործունեությունը կամ չգործունեությունը։ Բոլորով կրկեսային ներկայացում են դիտում ու վայելում, թե ընթերցեմ Նարեկի պատասխանը։ Աննա ջան, մեր ընդդիմության վիճակը բանտային պայմաններում նկարագրելն ուղղակի անհնար է մի քանի պատճառով։ Նախ մեկնաբանում են գոյություն ունեցող բանը, երկրորդ այստեղից թերությունները շատ խիտ եւ շատ թիրախային են երևում եւ դրանց մասին գրավոր խոսելը շատ ժամանակատար եւ ինտերակտիվությունից զուրկ զբաղմունք է։ Դրա համար, ինչպես խոստացել եմ դուրս գալուց հետո, այս թեման իմ հիմնական թեման է լինելու։ Բայց մինչ այդ կարճ ասեմ, քանի սա է մեր հավաքական ընդդիմության վիճակը, Նիկոլի իշխանությունը հավերժ է։ Քանի ոմանց համար քաղբանտարկյալները բաժանված են էլիտարների եւ մյուսների, Նիկոլը հավերժ է։ Քանի իրեն ընդդիմադիր դիրքավորած հեռուստաընկերությունը իր եթերում իմ ու քո քաղբանտարկյալ է անում ու եթերից հեռացնում է իրեն ոչ հաճելի քաղբանտարկյալների վերաբերող հատվածները, Նիկոլը հավերժ է։ Քանի ընդդիմությունը կռվում է երկրորդ ուժը լինելու համար, Նիկոլը միշտ առաջինն է լինելու։ Եվ քանի մենք առանց կաշկանդվելու եւ անուն առ անուն չխոսենք այս երևույթների մասին, Նիկոլը հավերժ է լինելու։ Այս ծանր բովանդակությունն ավելի մանրամասն եւ անուն առ անուն դրվագ առ դրվագ պատմելու եմ բոլորիդ եւ քննարկելու եմ ձեր հետ դուրս գալուն պես։ Այսօրվա համար այսքանն էր, իսկ դուք սիրելի դիտողներ եղեք ակտիվ, շարունակեք ձեր հարցերն ուղղել Նարեկին, նա անպայման ձեր հարցերը ստանում է փաստաբանների միջոցով եւ մեծ սիրով գրավոր պատասխանում է դրանց, իսկ ես կշարունակեմ ընթերցել դրանք ձեզ համար։ Լավ եղեք։